Դեկտեմբերի 16-ն է, մոտ ժամուկես առաջ ներքին գործերի նախարարության ոստիկանության, քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Շիրակի մարզի քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի տներից մեկում դիետ կա։ Օպերատիվորեն ժամանել են քրեական վարչության ծառայողները Շիրակի մարզի, վարչության պետի պաշտոնակատար Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ, ժամանել են նաև ոստիկանության բարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները, գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Կանչով ժամանել են նաև Գյումրու Հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարները քրեական ոստիկանների, համայնքային ոստիկանների եւ պարեկների հետ բացելով տան դուռը ներսում հայտնաբերել են երկու դիր, տղամարդու եւ կնոջ։ Արդեն տեղում քրեական ոստիկանները կարողացել են մեկ հոգու վնասազերծել եւ տեղափոխել ոստիկանության բաժին։ Դեպքի վայր են ժամանել նաեւ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները, վարչության պետի եւ տեղակալների գլխավորությամբ դեպքի վայրում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում են, որ իրենց խոսքն են բառացի մեջ բերում, ճիշտն ասած, ոչինչից տեղյակ չեն։ Մենակ այն տեսանք, որ մեր Շիրակի լեննականի քրեական ոստիկաններն ու պարեկները թափով եկան, հետո փրկարարների հետ մտան այստուն ու մի որոշ ժամանակ անց 10-15 րոպե հետո քրեական ոստիկանները տան ապրող Նարեկին, ասում են Նարեկին տեղափոխեցին ոստիկանություն, նոր հետո իմացանք, որ տեղի ունեցել համերկեցուցիչ դաժան սպանություն։ Նարեկը դանակի մի քանի հարվածներով սպանել է իր ծնողներին։ Այս պահին տեղում արդեն աշխատում են քննիչները, քննչական կոմիտեի փորձաքրեագետը, դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ սպանություն հատկանիշներով։ Հարևանները նշում էին նաև, որ Նարեկը երկար ժամանակ հաշվառված է եղել հոգեբուժական կենտրոններից մեկում ու եթե քրեական ոստիկանները ժամանակին չգային, չի բացառվում, որ Նարեկը այդ հոգեկան անհավասարակշիռ վիճակում այլ մարդկանց նույնպես սպաներ։ Իդեպ նշում էին նաև հարևանները, որ մոտ 6-7 տարի առաջ նա նույնպես սպանության փորձ է կատարել իր ծնողների նկատմամբ։